Ողջույն սիրելի հետևորդներ, իսկ դուք գիտեք, որ մարդիկ մի օր կապրեն ոչ թե երկրագնդի վրա, այլ Մարս մոլորակում, օրինակ պատկերացրեք առավոտյան արթնանում եք, պատանը բացում եք ու տեսնում եք ոչ թե երկրագնդի կապույտ երկինքը կամ կանաչ անտառները, այլ տեսնում եք Մարս մոլորակի անծայրածիր անապատները, իհարկե կարծում եմ, որ կգա այդ ժամանակահատվածը, բայց այստեղ ամենակարևոր հարցը կանում է, թե մարդիկ ոնց կգոյատևեն Մարսում, որովհետև այնտեղի մթնոլորտը շատ բարակ է ու շատ խոչընդոտներ կան մարդու գոյատևելու համար։ Այսօր եկեք փորձենք հասկանալ դրա մասին։ Իհարկե ամենակարևոր խնդիրներից մեկը այն է, որ Մարսի մթնոլորտը շատ բարակ է ու այնտեղ արևի ճառագայթները հասնում են ու երեկոյան նաև լինում է շատ բավականին ցուրտ։ Հենց այդ պատճառով իմ կարծիքով նոր քաղաքներ այնտեղ կստեղծեք գետնի տակ, որ կարողանան ճառագայթումից եւ սառցակալումից ապահովել մարդկանց ու մարդիկ կարողանան գոյատևել, թթվածինը կարծում եմ արհեստական ձևով կստեղծեն, որը խնդիր չի, բայց ամենակարևոր հարցը ստե կանում է նաև նրանում, որ կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այնտեղ նոր քաղաքակրթություն կստեղծվի, նոր մշակույթ, նոր տներ մարդիկ կփորձեն ստեղծել ու ինչու՞ չէ մարդու օրգանիզմը առհասարակ փոխվելու, որովհետև այնտեղի գրավիտացիան շատ ցածր է ու հենց այդ պատճառով այնտեղ ծրված մարդիկ շատ դժվար են գոյատևել երկրի վրա։ Իհարկե սա մոտ ապագայի մասի խոսքեր չի, սա հեռու ապագայի մասի խոսքեր է, բայց կարծում եմ հենց այդ ամեն ինչն էլ կգա։ Հիմա կոմենտներում գրեք, դու պատրաստես, եթե գա ժամանակահատված գնաս Մարսում բնակվես ու օգնես գիտնականներին, որ ստեղծեն այդ ամեն ինչը, եթե պատրաստես գրի այո, եթե ոչ գրի քո կարծիքը, ինչի ոչ։ Այսօր այսքանը, անպայման հետևում եք իմ էջում, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը ու նաև հետևեք իմ էջին եւ ձեր ընկերներին էլ ուղարկեք, թող իրանք էլ նայեն, անպայման։